Պարոն Շիրինյան, հրապարակվել է Ղարաբաղյան բանակցությունների բոլոր փաթեթները, վարչապետը խոստացել էր, կառավարությունը հրապարակեց և շատ էին այս տարիների ընթացքում շարժումները, որ իբրև այս իշխանությունն է հանձնել Ղարաբաղը, իբրև լավ առաջարկներ են եղել, իշխանությունները չեն համաձայնվել, դուք նաև որպես պատմաբան ինչ եք կարծում, այս փաթեթները արդյոք լույս սփռում են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ովքեր ինչի շուրջ են բանակցել։ Գիտեք ինչ կա, այս հարցը այնքան հիմա պարզ է, սա այդ Արցախի հարց, պատերազմում մեր պարտության հարց, ռուսական ագենտուրա, որը գործել է հայ գեներալի ուսադիրների տակ, հայ պաշտոնյայի, Հայաստանի քաղաքացի պաշտոնյայի Արցախի անձի տակ եւ այլն։ Այսինքն հարցը շատ է պարզ, բայց երբ որ չեն ուզում ընդունեն, ուզում են ուրեմն կույս խաղան կաթողիկոսի պես։ Նրանն էլ է, չէ, ասում են դե կույս չի, բան չկա, դե որ կույս չի, էլի կապ ունի կաթողիկոսյան հետ։ Հիմա դրա համար խճճվում է, թվում է ամեն ինչ։ Կընդունեն թե չէ, խոսքը սրա մասին է, կյանքն ապացուցի, որ գանձակողը ոչինչ չի ընդունում։ Եթե մարդը նախագահ եղել, վարչապետ եղել, չէ, գեներալ է եղել եւ զբաղվել է գողությամբ, նու կարող է կաշառք, թեթև ամենտեղ լինի։ Հիմա դրան ինչ ասես, այսինքն այս զբրոդը հավաքվել է եւ այլն։ Հիմա ենթատեքստն ասենք ինչն է հարցը։ Փաստաթղթերը լրիվ է հրապարակած թե չէ, չեմ կարողանում ասել, դա միայն վարչապետը կարող ասել եւ արտգործնախարարությունը եւ պետք է որ թե չէ, դա չգիտե, որտեղ պետական գաղտնիքը այդուհանդերձ մի բան է, որ ժողովրդի պետության անվտանգության հետ կապ ունի, բայց որ նայել են, հրապարակել են, նորմալ է, բայց սրանց համար մեր ժողովուրդը ինչ ասում, խևին սաբորնիշ կանի։ Այս մարդիկ հայրենիք են հանձնել ռուսական ագենտուրայի որպես շերտեր, հիմա ինչ էլ ասես չեն ընդունելու, բայց ապացուցողականությունը մեծ է, այդտեղ կա, եւ երկրորդ մասը անշուշտ մեր ժողովրդի համար է կարևոր, որ հերթական անգամ տեսնի, թե ով է կառավարել իրեն։ Նաեւ մի ուրիշ բան կա, որ հայ ժողովրդին, որ ինքը ում է ծնել, դաստիարակել։ Ինչու է այդպիսի զավակներ դաստիարակվել, դուստրեր, որոնք կյանք են տվել օտարպետության համար։ Մի մասը փողով, մի մասը առանց փողի։ Հայության մեջ ռուսների համար դավաճանություն կատարելը նաև ծրի է։ Այն տեսեք, չէ, ուկրաինական ճակատում 6000-ից ավելի հայ է զոհվել։ Չէ, մերոնք են, մեր ժողովուրդն է, բայց ծենհանող չկա։ Այստեղ ինչ է եղել, գիշեր-ցերեկ տեսնում եք ինչ փոթորիկներ են։ Չնայած մեծ մասը գիտի ինչ եղել, խոսքի մեջ գիտի, որ դա Ռուսաստանն է սանձազերծել Ադրբեջանի ձեռքով, նա է օգնել մեր թև ու ձեռը կապել եւ այլն, բայց տեսեք Հայաստանի համար ինչ կռիվ է գնում, վեճ կա։ Ինչպես են հայ օլիգարխ կոչվածները ողմագներով հարձակվում Հայաստանի վրա Մոսկվայից։ Ուրիշ արժանապատվություն ունեցող ժողովուրդը այդ հատվածը գվերստի կմորթի դրանց, ոստե դու եկել ես թքած քո վրա էլ Մոսկվայի վրա էլ այսինչի վրա էլ այս ով է այստեղ բայց էս դժբախտություն կա եւ այդպես է բայց լավ է արել հիմա ինչու են լավ արել որովհետեւ հիմա սրանք մինչեւ երևի մահու գերեզման պետք է ապացուցեն որ իրենք չեն որ իրենք կույս են ստիպված պետք է ապացուցեն դրա համար օգտագործում են նաեւ այնպիսի բառապաշար որը քաղաքականության ու փաստաթղթի հետ կապ չունի այն մեկն ասում է հրեշ է մեկն ասում է ինչ եղբայր փաստաթղթին դու ես թե չէ Չէ, այս հարցը կա, դու ես թե չէ, արել ես թե չէ։ Ես ձեզ մի դետալ հիշեցնեմ։ Այ հիմա պետք է հարցազրույց տա Զորի Բալայանը մեկ։ Ղարաբաղյան կլան է, այդ մեկ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջավայրով, այդ երկու թևերը։ Լևոն Տեր-Պետրոսյանը էս 200%-ով նշում, երբ մի անգամ հայտարարեց, որ ըստ էության թե բանակցություններում ինչ են կատարվել եւ կատարվում, գիտեն Հայաստանում 3 մարդիկ։ Մեկը ինքն է,
երկրորդը Ժիրայր Լիպարիտյանն է, իմ իմացածով, երրորդն էլ վստահաբար Վարդան Օսկանյանն է։ Վարդան Օսկանյանի մեղքը այնքան շատ է, որ դեմքը ծռմռվել է։ Ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ փորձում եմ Աստծու հետ կապ ստեղծել, ինչու է այդպես այլանդակվել դեմքը։ Իրա մեղքերն են։ Այդ Քոչարյան հասկանալի էլի։ Անհայտ մարդիկ են Հայաստանում։ Հայաստան ինչի շուրջ են բանակցել, պարոն Շիրինյան։ Հանձնելու, դուրս չգալու, հանձնելու։ Երբ հիմա օրինակ իշխանություններն ասում են դուք եք հանձնել, բայց իրենք մեղրին էին ուզում հանձնել։ Հիմա տեսեք, էտել չի։ Այդ օրերին այդ Արցախյան շարժումը, որ օբյեկտիվ է, որ դժգոհություն կար եւ ժողովուրդը ճիշտ բողոքել է, ուզեցել է, բայց արդեն երկրորդ շերտը մանիպուլյացիա է արել։ Հարցը գալիս է Արթուր Մկրտչյանին ով սպանեց։ Այստեղից արդեն շեղվեց ամեն ինչ, որտեղ նա ժողովրդի բերած մարդ էր, այսինքն բողոքի ակցիայի առաջնորդ էր։ Բարձ է, ուրեմն սրանից հետո արագ վերացրին, ճիշտ է, էս մեկ հիշեք։ Երկրորդը Ղարաբաղյան կոմիտեն, որ կա Ղարաբաղ կոմիտեն, այդ Ղարաբաղ կոմիտեն չի, սա երկրորդ կոմիտեն է։ Շատ արագ առաջի կոմիտեն ցրեցին։ Աղաչքերից առաջ եղել, Ղարաբաղի հարցը բարձրացավ, կար Ղարաբաղ կոմիտեն, ով էին, ինչ էին, չգիտեմ, այդ կարևոր չի։ Արթուր Մկրտչյանը սպանվեց, Ղարաբաղ առաջի կոմիտեն փոխվեց։ Եվ այստեղից քաղաքակետը կարող է կոնֆլիկտաբանն ասել, որ Ռուսաստանը փոխարինեց այս տեղերը իրենց ագենդուրայով։ Այդ ագենտների խնդիրն ինչ էր, իրենք լավ չեն հասկացել, ասեմ ձեզ, ինձ թվում է, խնդիրը դա չեն էլ ուզեցել հասկանալ։ Ռուսաստանին պետք էր կոնֆլիկտը տաք մնա, մինչև երբ որ սառեցրեց, վերջացրեց, եւ այդ ժամանակ կոնֆլիկտը նա կառավարել է։ Ոչ թե հիմա ինչ են բանակցել, մի օր էս են ասել, մի օր են ասել, մի օր առաջ են գնացել, մի օր հետ ենք եկել, բայց կոնֆլիկտ այդպես կառավարվել է։ Իրենք կոնֆլիկտի կառավարման կամ գիտագից մասնագետներն են, օրինակ Զորի Բալայանի մակարդակով 100%-ով, որտեղ իրենք մտածել են նաև երևի մտքի մեջ թե ռուսներին կխաբեն։ Երևի։ Շատ չեմ հավատում, բայց ենթադրում եմ, էլի։ Մյուս իմաստով ԱՊՇ-ի նման նրանք ցանկություններն են կատարել, ինչ եղել որ։ Բայց նրանք վարձատրվել են Հայաստանի ունեցվածքը ստանալով որպես սեփականություն։ Մեր ազգային ստացվածքում մոտ է Ղարաբաղյան կոմիտեի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջավայրի ձեռն է, չէ։ Մեր արդյունաբերությունը փոշիացվել, քայքայվել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր ղեկավարությամբ Թելմանն է արել այդ բոլորը, հետո անցել է այս սրանց, այսինքն մարսպան, մնացածը դետալներ են հիմա, որ նախատեսության մեջ ինչ է եղել, Ռուսաստանը պետք է եղել, կոնֆլիկտը տաք մնա այնքան ժամանակ, մինչև ինքնահարցը կլուծի, բայց Ռուսաստան սկզբունքը չի փոխել, ինքը մնացել է ճակերտավոր ազնիվ դիրքորոշման մեջ, Արցախի կոնֆլիկտը առաջացել է 1920 թվականի մայիսին, 1920 թվականի մայիսին, կասեմ, և Արցախի այդ օրվանից Մոսկվան որոշում է ունեցել կարմիր, կապույտ, ստոր, ազնիվ, Լենինյան Արտեմանն է, տեսեք հիմա Լենինը չկա, բայց գործ շարունակում են, և այդ օրվանից որոշվել է, որ Արցախը պետք է դրվի Ադրբեջանին, որպես Ղարաբաղ, այստեղ հիմա վերջում եկավ ցիկլը փակվեց, Պուտինը դուք եթե նայեք, տարբեր ժամանակներում միտեղ կա բաց հայտարարում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից է օգտվում, հարցը այնքան արդար է եւ այդպես էլ պիտի լինի, այդ ուրեմն Ադրբեջանին բան է ասում, չգիտեմ ինչ է դվել առել, վերջում հիմնավորեց, որտեղ Ղարաբաղը եղել է Ադրբեջանին եւ կբնա Ադրբեջանին, հիշեք դետերը, այսինքն եղել են չոր տարբերակ, որ Ռուսաստանը հաջորդի հանդեպ իր ստորության մեջ ազնվագույն պետություն է, հետևողական թշնամի է, ասեք։ Եղել են ինչ-որ տարբերակ, որ Ղարաբաղը հնարավոր է օրինակ ինքնորոշվեր, անկախ լիներ, միանար Հայաստանին, որովհետև հիմա փորձում են ներկայացնել այնպես, կարծես կար այդ տարբերակները, բայց Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց։ Մեր ձգտումը եղել է, մեր ժողովրդի, ժողովուրդը դրա համար էլ
դե ձեր սերունդ չի գեիշի թե են խանդավառ աղքատ տարիներին ինչ անձնազոհություն կար այդ ժողովրդի մակարդակով բայց վերնախավ կոչվածը որ վերնախավ չի կանցակողեր են էլի ուրեմն այդ միջավայրում հասկացել են երևի լավ էլ ծառայել են եւ ռուսական ագենտուրան է դա այդտեղ չի եղել տարբեր էլի տարբեր շերտեր են այնպես որ եւ Մոսկվան երբեք ցանկություն չունեցել Ղարաբաղը միացնել Հայաստանին ասեմ երբ է առանձնացել որ մարդիկ իմանան գիտեն թե այդ օդի միջից ընկած հարց է ռուսներն իրենց բարեկամն են այս հաջորդի ազգային ինքնագիտակցության մեջ այդ ռուսական թույնի տեղադրումը իրեն թույլ չի տալիս մտածել հասկանալ մինչև պատերազմում զավակներ չկորցրեց տարածք զենք եւ աղբը չբացահայտեց որ այս գեներալներ բաներ ինչ-որ կային ուրեմն 1920 թվականի մայիսին առաջին հանրապետության կառավարությունը որ իրեն բավականին լավ էր զգում երկիրը լավ վիճակում էր այդ ժամանակ ռուսներն դեռևս հերու էին բայց մոտիկացել էին ուրեմն այդ ժամանակ որպեսզի այդ խնդիրը փակվի Արցախ այսինքն այդ ժամանակ որ մեկը մտքով չէր կարող ասել Ղարաբաղն Ադրբեջանը նոր էր անում ստացել մարդիկ շատերը չէին իմանում դա ինչ բան է նոր էր շարժվում որպես ադրբեջանցի իբրև թե ժողովուրդ թուրքատարական եւ Ադրբեջան որպես պետություն որտեղ չի եղել ընդհանրապես Հայաստան ուրիշ պարագա է հազարամյակներ պատմություն կա եւ Հայաստանի կառավարությունը դա ասեմ որոշել էր զորաբանակ էր առանձնացրել բրիգադ դիվիզիա չգիտեմ զորաբանակ որը պետք է մտներ Արցախ եւ հարցը փակեր վեճ չլինելու համար Ադրբեջանի հետ, որովհետև դա մաքուր հայկական շրջան էր, էլի, ոչ միայն մերն էր, այլ նաև ժողովրդի առումով էր հայկական։ Եվ այդտեղ տեղի ունեցավ են, ինչ-որ այսօր բեմականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում։ Ես որ ասում եմ ռևանշիստ, դուք որ ասում եք ընդդիմություն համառորեն, այս ռևանշիստ տարը, որը հայ բոլշևիկն է, չեկի, այն ժամանակ էլ հայ բոլշևիկ է, հայ կոմունիստների գլխավորությամբ երկրում մայիսյան խժդժություններ կազմակերպվեցին մայիսի 1-ին եւ այդ խժդժությունները բավականին ընդգրկուն եղան։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ մտնում էր Սարիղամիշ Օլթի մոտով Կարս մերն էր էլի, Զորք կար, Կայազորեր, Ալեքսանդրավոր, Նոր Բայազետ, այսօրվա Գավառ։ Եվ այսպես Երևանում հանդիսություն եղավ, մայիսի 1 են նշել, որ ժողովուրդը դուրս է գալիս մայիս տոներին, տոնախմբություն, կառավարություն խորհրդարանի անդամները ժողովրդի մեջ էին մտել, որտեղ երկրի վիճակը լավ էր արդեն։ Արևմտյան, արևելյան բանակը կար եւ այլն, հələ Սևրը չկար, այս վերելքի շրջան կար, եւ ահա որոշում է զորաբանակը տեղափոխել Արցախ եւ հարցը փակել։ Ուրեմն հենց այդ երևի սկսվում են խժդժություններ եւ հայկական զորք ամոթ իրեն էլի, հայ զորքի զինվորականին ամոթ, գետին մտնելու բան արեց։ Սարիղամիշում կոմունիստների կոչերով, պատկերացնում եք, Կարս, Ամրոցում, Ալեքսանդրապոլիս, Վարդանիկները եւ այսպես ապստամբեցին խժդժություններ եւ այլն կառավարությունը ստիպված են զորաբանակը, որը նախատեսել էր, որ պիտի Արցախը վերջնականորեն հարցը փակի, խոսակցություն դադարեցնի, ստիպված այդ զորքով ճնշեց այդ օջախները եւ Արցախը դառավ վիճելի հարց, որից հետո եկա 21-ի Կովկասյան բյուրոյի որոշումը ռուսական կոմունիստական կուսակցության ամսի 4-ին հունիսի քվեարկություն եղավ, ճնշումը շատ էր, բայց հարցը այնքան արդար էր, որ որոշում կայացվեց Մոսկվայի կազմակերպած կավբյուրո են ասում, այդ որ բառերն ասում են, արդեն խառնում են, էլի, Կրեմլի բանով, ցանկությամբ, եւ որոշվեց, որ Արցախը որպես ազնվակույն հարց, ինքնորոշման հարց, պիտի միանա Հայաստանի Հանրապետությանը։ Ահա, եւ այն որ ասում են Ստալինի հաջորդ օրը։ Հաջորդ օրը Ռուսաստանը դա չեղարկեց, ոնց որ ինքնորոշման իրավունքն արեց։ Ուրեմն ամսի 5-ին նոր քվեարկություն եղավ, երկար եղածների մեջ մի ստորագույն արարած Նազարեթյան անունով բոլշևիկ
Բաքվում են դրանց ընկերներ, այն 8-ի մասին է խոսքը։ Քվեարկեց մի հոգի ձայնով անցավ հատուկ հոգուտ Ադրբեջանի։ Առաջի քվեարկությունը չհաշվեցին ճիշտ է։ Հաջորդ օրը նորից քվեարկեցին, այսինքն եկամ դե քվեարկեին, մինչև անցներ Ադրբեջանին, այա կոնֆլիկտը առաջացավ, ուրեմն Արցախի եւ Հայաստանի Հանրապետության արանք արդեն սովետական ստեղծվեց Լաչինի բան շրջան, քրդական շրջան, քրդական, որը ժամանակի քրդերին հանեցին, Լաչինը դարձավ ադրբեջանական եւ այսպես ուրեմն այդ կոնֆլիկտի լուծումը եկավ, շատ բողոքներ են եղել ժամանակին նայած տարիներ, նայածում է պետք եղել Մոսկվայում, երբ Ղարաբաղի հարցը թուրքերի դեմ խաղացրել են, հարց չի լուծվել եւ այդ հարցն են եկավ Արցախյան շարժումից հետո մեր աչքի առաջ էլ Արցախը այաթափ Ռուսաստանը իր ծնած հարցով այդ խնդիրը լուծեց իր հարցը տվեց Ադրբեջանին։ Ով հանձնեց ձեր կարծիքով Ղարաբաղը։ Երբ 20 թվականի պատերազմից հետո երբ վերջնականապես ռուս բոլշևիկները Մոսկվան, Կրեմլը, այդպես որ ասենք կասկածու անգախ այնտեղ ով էր նստած։ Մեջներն այ Միկոյան։ Հայություն այդ վերնախավ կոչված այսօր ոնց որ Սամվելներն եկել են, չէ՞։ Սամվելներ, Ռուբոներ, մի մարդատեր, եկել են Հայաստան վերացնելու։ Հայ բոլշևիկները, հետներն էին։ Այդ Նազարեթյան հայ կոմունիստ է։ Մաքուր հայ է իր համատեղ։ Մեծ հաշվով պարոն Շենյան, Հայաստանի իշխանությունները բանակցել են ինչ-որ բաներ հանձնելու շուրջ։ Չէ, Մոսկվան դա իրեն պետք չի եղել այս ձևով հարցը լուծել, 30 տարի խաղացրել է, մեկ հետ, մեկ առաջ։ Ես մի հատ բան ասեմ, որ հարցը բարձ դնի։ Ժամանակին տարածված էր, որ Գրաչովը, որ Ելցինի կառավարության պաշտպանության նախարարն էր, Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերն է։ Եղել են նույնիսկ ինքնաթիռ է նվիրել, իրար ծնունդ, բան եւ այլն, էլի։ Բայց հիմա եթե դուք նայեք այդ օրերին, թե ինչպիսի ընկերություն է եղել ջերմ հարաբերություններ Վազգենի ու բանի միջև Գրաչովի։ Եթե նայեք Ադրբեջան նույն ժամանակ, ես նյութերը հայտնաբերել եմ, այն ժամանակվա այն Ադրբեջանի նախարարի հետ ավելի մոտիկ եղել, բայց դա մեզ չէին ասում, շատ ավելի մոտիկ եղել, ավելի քան եւ այսպես բերին, երբ որ պետք էր հարցը փակեցին, երբ փակեցին, երբ որ ռուսները որոշեցին, որ ռուսկի միրը պետք է վերականգնվի եւ Հայաստանը պետք է ընկնի Ռուսաստանի ոտերի տակ, այստեղ է։ Նկատի ունեմ հիմա փորձում են ներկայացնել, թե այ որ մենք լինենք իշխանության իրենք չէին կարող լինել, որտեղ ժողովուրդը կներեք իրենց վրա թքել է։ Իրենք որ 30-ան երկրից կգնան, իրենք Ռուսաստանի մանիպուլացիոն խաղի գործիքներն են։ Մեկ աչ են քշել, մեկ ծախ են քշել։ Բանակցություններում Հայաստանի միանալու կամ Արցախը ինքնորոշված իրավունքով դուրս լինելու հարց չի քննվել։ Երկու հարցն էլ չի քննվել։ Քննվել է Ադրբեջանի կազմում, չգիտեմ ինչ, ինքնավար լինել, անվտանգություն։ Այդ հարցը չի քննվել, փաստաթղթերներ են ասում։ Վարչապետը բացարձակ ճիշտ է։ Հարցը լուծման իմաստով չի քննվել։ Քննվել է, իրենք հույս են ունեցել, մի օր կհասնեն դրան երևի, որին չեմ հավատում։ Հիմա ընդհանրապես նախ Սերժին ես երբեք չեմ հավատացել, երբեք։ Աշխարհում ամենահայտնի ստախոս իրենից բանն է։ Գիտի քաղաքական գործիչը բացարձակ ստախոս պետք է լինի։ Պուտինն է իրենից ավելի ստախոս, ուրիշ չկա։ Քոչարյանին էլ ինչ ասեմ, նա քաղաքականության հետ չկապ ունի։ Թվում էր թե ժամանակին նա կլինի ազգային հերոս, այս արծեր կլուծի։ Պարզվեց որ այդ մարդու ռայկոմի քարտուղարի աթոռը պետք է որպեսզի Հայաստանը ծնկի բերի եւ կողոպտի երկիրը։ Իսկ այդ մեղրի փոխանակման տարբերակը լավն էր։ Չէ, իհարկե։ Մենք եթե այսօր 3 առաջի օրը եւ 100 տարի առաջ հետո, եթե մենք մեղրին կդրենք 42 կիլոմետր գոնե Իրանից Հայաստան դադարում է լինելուց։ Բարկի մեջ ենք հայտնում, առանց այդ վիճակներս քարտեզ նայեք։ Մենք աշխարհի հետ ոչ մի առնչություն չենք ունենում եւ վրացիների ոտի տակ թափրտալու ենք։ Իհարկե, եթե
մնացած վատերը չասեմ Ադրբեջանում, վերջացավ։ Եվ դա չի կարող լինել։ Մեղրի, նայեցեք, Մեղրի ռազմավարական նշանակությունը շատ ավելին է, քան Հայաստանի եղած նշանակությունը։ Հիմա մեր հանրապետությունը ստրատեգիական արժեք ունի 42 կիլոմետրի շնորհիվ, թե չունի։ Օրինակ բերեմ, որ համեմատվի։ Ուրեմն սա 42 կիլոմետր է։ Նախիջևանն էլ է Հայաստան, դա ժամանակին 21-ին, որ ինքնավարություն կազմվել է, նա պրոտեկտորատ է, Ադրբեջանի մասը չի, ըստ օրենքի, ըստ միջազգային օրենքի, բայց հիմա քանի որ մենք շատ թույլ ենք, այդ հարցի ժամանակը չի էլի։ Ուրեմն այդ 42 կիլոմետրը այսքան բաժանում է Ադրբեջանը Նախիջևանի ինքնավարությունից, դա Ադրբեջանի մասը չի, պրոտեկտորատ, այսինքն որբ երեխա է հանձնված Ադրբեջանի խնամակալությունը, հանձնողն էլ հաջորդի ողերին բարեկամ Ռուսաստանն է, ուրիշ բան չկա տակը։ Իհարկե թուրքերն ուզել են, բայց հանձնողն ինքն է։ Հիմա ուրեմն վերցնում ենք Ջիբրալթարը։ Ջիբրալթարի տեղ գիտեք, չէ՞, Ատլանտյան օկեանս միջին, ուրեմն բան, Միջեգրածով 14 կիլոմետր է, 14։ Անգլիացիները քանի որ ստրատեգիական մտածողություն ունեն, գիտեն 14 կիլոմետրի եւ 1000 կիլոմետրի քաշերի տարբերությունը, որ 14 ստրատեգիայի մեջ ավելին է, քան 1000 ընդհանրապես, 14 կիլոմետր կտրել են, չէ, իսպանացիներից գրավել են։ Հայաստան այս Մեղրի միջանցքը նույն արժեքն ունի, եթե Թրամփին այդ ուղին աշխատի ու աշխատելու է, մենք Մեղրին դառնում է բանի մագարտակի մի բան, Ջիբրալթարը։ Ես ասել եմ նաև Տեհրանում իմ քանի զեկուցումներում եւ ամենաբարձր մագարտակով պաշտոնյաներին եւ իրենք հասկացել են դա։ Այսինքն Մեղրի փոխանակելու մասին խոսք չի կարող լինել, բայց Քոչարյան Ռոբերտ արել է։ Բայց դա չի կարող համարժեք, նույնիսկ Արցախը Մեղրի այդ հատվածը չի իր արժեքով։ Նրանք փաստեն տարիներով կարելի ասել այդպես ծախել են Ղարաբաղը։ Հացվել են ծերի հետ, գողացել են, կերել են։ Այսօր մի բան եմ ասելու, որ ասելու եմ, էլի։ Այն որ դուք զանգեցիք, ես պոլիկլինիկայում եմ, ինչ որ գործով էլի։ Ինձ ճանաչող մի կին կար, զինվորական, նախկին, հրաշ տարիքը բան, ինքը Արցախում եղել, լավ գիտեր ինձ էլի։ Եկար մոտեցավ, ասում ես անամոթներն ինչ է խոսում, ինքը նաև ինսպեկցիա է գնացել, մեր զինված ուժերում եղել, ասում է Արցախում, ասում է որ ձավար են տալիս, ասում է, այդ ճիշտ է որ ձավար է, բայց ասում է, այսօր խոստացել եմ առիթ, ասում է ձավարը որտնած էր Քոչարյանի ժամանակ տրված զինվորներին, ես ասում է զարմացել, ասի գետինը չեք մտնում, այս երեխեքին ես ինչ եք տալիս։ Այսինքն այս բոլորը ատրիբուտներ են պետականության, իրենք որպես ռսահապատակ ստրուկներ եղել են վերակացուելի մեր երկրում, որոնք գաղութարար որպես արել են ինչ որ արել են։ Իրենք գաղութային ռեժիմ են եղել, Մոսկվայի դրածը, Հայաստան Հանրապետության համար։ Օրինակ իմ դիրքորոշումը կուսակցություն ստեղծել, մտնել պայքարի մեջ, բառացիորեն դրա հետ կապ ունի։ Եվ շատերի համար։ Եվ ես գտնում եմ, որ քրիստոնյա ժողովրդավարական այս ավյունը, եթե վերադառնա մեր ժողովրդին, այդ պատարակները ցույց են տալիս։ Նա շատ է հզորանալու եւ իր իրավունքները վերականգնելու է։ Մնացածը բլեֆի ժանրից է։ Հիմա փլվեց այդ տարիների բլեֆը, թե Փաշինյանն եկել էր իշխանության հատուկ դա վերջնական այս հարցը կլուծվի ազգային ժողովի առաջիկա ընտրություններում։ Եթե կառավարությունը կունենա իր մեջ իմաստության այն չափը, որ հավատում եմ, բայց տեսնենք։ Եվ կվարվի Ադենաուերի նման, ինչպես 46 թվին վարվեց Ադենաուերը Գերմանիայում, Հիտլերից հետո։ Նա կատեգորիկ դեմ կանգնեց ֆաշիստական, ուրեմն նացիստների կառավարության կազմ, Բունդեսթագ եւ այլն հետո մտնելուն։ Կատեգորիկ դեմ կանգնեց։ Ծայրահեղականություն թույլ չտվեց։ Մտնի եւ Գերմանիա կա։ Եթե կառավարությունը այս ճամփով է գնալու իմաստած 100% է։ Դրանից հետո կդադարը կվերջանա։ Հետո նաև մենք, եթե մենք կլինենք, կդնենք սրանց ոչ միայն
ունեցվածքի այս չնչի մասի վերադարձով կզբաղվենք, այլ իսկական կզբաղվենք։ Երկրորդը նաև իրենց պատժելու, որտեղ օրենքը այսպեսի, ոչ թե ես եմ պատժի կողմնակից, թե չէ, ես այդ կանել բան չեմ, բնավորության այդպես չեմ, բայց դա օրենքի հետ կապ չունի։ Ուրեմն եթե օրենքի մեջ պատժիչ օրենքի ֆունկցիան չի աշխատում, նրա դաստիարակիչ ֆունկցիան շատ վտանգավոր է, խրախուսում է մյուսներին շարունակել կողոպուտը։ Խոսում եք, չեք պատժում, այլ մյուսը ավելին է անելու։ Պատժի ֆունկցիան պետք է աշխատի։ Եվ պիտի պատժվեն, արտաքսվեն Հայաստանից։ Ինչպես որ Ալիևը ոնց դուրս շպրտեց։ Գոնե եթե չէ, այսպես պետք է, ինձ չէ շարունակում։ Շուշին հանձնած գեներալները կանգնած Շուշից են խոսում։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։